Խոսքը տրվում է ես քննտրեի, որ մի փոքր ուշադիր ընդունեք այս մեր բանախոսին, մեր ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Անդրանիկ Զոհրաբյանի հորը, Ատոն Զոհրաբյանը։ Մարդ, որը այսօր իր որդու, զոհված որդու գործն է շարունակում։ Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, ես շատ երկար չեմ խոսի, ձեր հետ կկիսվեմ ինձ ուզող մի քանի հարցի շուրջ։ Առաջինը, մենք Թուրքին զիջելու ոչինչ չունենք, մենք պահել ենք ու պահելու ենք մեր երկիրը։ Մեր ազատագրված հայրենիքի ամեն մի թիզ հողը, որը ներծծված է մեր եղբայրների, մեր քույրերի, մեր զավակների արյամբ, երբեք ու երբեք չի կարող սակարկման ու զիջման առարկա լինել։ Այո։ Այդ հարցը մեր համար մեկընդմիշտ ու վերջնական լուծված է։ Այդ հարցը լուծել են հայ ազատամարտիկը, հայ ֆիդային, հայ զինվորը, կամավորականը, լուծել են իրենց կյանքի գնով։ Եվ այսօր դրանք մեր համար սրբազան տարածքներ են, սրբազան հայրենիք։ Այո։ Իսկ մարդիկ իրենց սրբությունները երբեք չեն զիջում։ Իհարկե։ Մենք այսօր ուժեղ ենք, մեր բանակը հզոր է, մեր հայրենիքը ամուր է, և սա է Թուրքին խաղաղություն պարտադրելու մեր բանաձևը։ Երկրորդը, մեր ազգային նպատակներին հասնելու համար ինձ համար կոնկրետ կա երկու շատ կարևոր ուղի, երկու կարևոր ճանապարհ։ Առաջինը դա սահմանին կանգնած մեր զինվորի անվտանգությունն է, մեր բանակի շարունակական հզորացումն ու զարգացումը։ Սահմանին կանգնած մեր զինվորը միշտ պետք է զգա, որ իր թիկունքը ամուր է, պիտի զգա իր թիկունքի ամրությունը, ու այդ դեպքում ես ձեզ հավատացնում եմ, զինվորը, մեր տղաները պատրաստ կլինեն մեզ, մեր բոլորիս, մեր հայրենիքին տալու իրենց սերն ու ուժը։ Եթե երբևիցե անցել եք մեր ազատագրված հայրենիքի այդ շրջաններով, Քարվաճառով, Քաշաթաղով, Որոտանով, Կովսականով, Ջրականով և մեր մյուս բոլոր շրջաններով հաստատ տեսել ու համոզված եք, որ մեր հայրենիքի այդ շրջաններում ապրող մեր հայրենակիցների համար դրանք լոկ տարածքներ կամ հողեր չեն, դրանք իրենց համար այլևս սրբազան հայրենիք են, այդ տարածքներում, մեր հայրենիքի այդ հատվածներում այսօր սերունդ է մեծանում, այդ սերունդը այսօր բանակ է զորակոչվում և այդ սերունդը պատրաստ է այսօր զենքը ձեռքին պաշտպանելու Արցախյան ազատամարտի տարիներին, իրենց պապերի, հետագա բոլոր տարիներին և ապրիլյան պատերազմի օրերին իրենց զոհված եղբայրների պահած հայրենիքը, իրենց տունը, իրենց օջախը, իրենց ընտանիքը։ Ապրիլյան պատերազմի օրերին մեր 18-20 տարեկան տղաները, մեր զավակները, իրենց հրամանատարները հավատարիմ եղան միմյանց,
Հավատարիմ եղան այն մի թիզ հողին, որ կոչված էին պաշտպանելու եւ պաշտպանեցին իրենց կյանքով, իրենց արյան գնով եւ նրանք դա արեցին գիտակցաբար ընտրեցին այն ճանապարհը, հայրենիքը պահելու այն ուղին, որը իրենց տարավ դեպի երկինք, ժամեր շարունակ կռիվ տալով իրենց դիրքին, իրենց վստահված հենակետի համար։ Սա գիտակցված ընտրություն էր եւ այստեղ տարիքը կապ չունի։ Եվ այսօր երբ ես երբեմն մտովի, երբեմն բարձրաձայն, երբ խոսում եմ իմ տղայի հետ, ես անգամ փորձ չեմ անում իրեն նախատելու, նախատինքի որևէ խոսք ասելու, անգամ փորձ չեմ անում։ Ես իրեն մի բան եմ ասում։ Ասում եմ, տղաս, ես ընդունում եմ քո ընտրությունը։ Ես հարգում եմ քո ընտրությունը։ Ես խոնարհվում եմ քո ու քո ընկերների, մարտական ու զինակից ընկերների կատարած ընտրության առաջ։ Ու որպես ծնող ես խոստանում եմ, մինչև իմ ապրելի քորերի վերջը ես տեր եմ կանգնելու քո ընտրությանը։ Շնորհակալ եմ։